Բարև ձեզ, ես Սյուզին եմ, ես այսօր կխոսեմ Խորվիրապ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մասին։ Խորվիրապ այնտեղ, որտեղ սկսվեց Հայաստանի քրիստոնեական պատմությունը, Հայաստանի սրտում հզոր ու վեհաշունք Խորվիրապ վանքի բարձունքից բացվում է աննկարագրելի տեսարան դեպի Արարատ լեռ, սակայն Խորվիրապը հայտնի չէ միայն իր գեղեցկությամբ, այն մի վայր է, որտեղ պատմությունը, հավատն ու հրաշքը հյուսվել են։ Խորվիրապ նշանակում է խորը փոս, ըստ ավանդության այստեղ է եղել այն ստորգետնյա բանտը, որտեղ թագավոր Տրդատի հրամանով շուրջ 13 տարի բանտարկվել է Գրիգոր Լուսավորիչը։ Թագավորը ցանկանում էր պատժել նրան քրիստոնեություն քարոզելու համար, սակայն Աստծո կամքով Գրիգորը ողջ մնաց։ Տարիներ անց, երբ Տրդատ թագավորը ծանր հիվանդացավ, միայն Գրիգոր Լուսավորիչը կարողացավ բուժել նրան։ Այդ հրաշքից հետո թագավորը ընդունեց քրիստոնեությունը և 301 թվականին Հայաստանը դարձավ աշխարհի առաջին պետությունը, որտեղ քրիստոնեությունը հռչակեց պետական կրոն։ Այսօր հազարավոր ուխտավորներ և զբոսաշրջիկներ այցելում են Խորվիրապը, իջնելու այն խորը փոսը, որտեղ պահվել է Գրիգոր Լուսավորիչը, աղոթելու և զգալու պատմության շունչը։ Վանքի լռության մեջ կարծես լսվում են դարերի ձայները, իսկ Արարատի տեսարանը հիշեցնում է հայ ժողովրդի անսասան հավատն ու տոկունությունը։ Խորվիրապը պարզապես վանք չէ, այն Հայաստանի հոգևոր վերածննդի խորհրդանիշն է, մի վայր, որտեղ յուրաքանչյուր քար պատմություն ունի, իսկ յուրաքանչյուր այց յուրահատուկ զգացողություն։ Եթե երբևէ այցելեք Հայաստան, անպայման կանգ առեք Խորվիրապում։ Այստեղ դուք ոչ միայն կտեսնեք գեղեցիկ բնություն, այլև կզգաք այն պատմությունը, որը փոխեց մի ամբողջ ազգի ճակատագիրը։ Այսօր այսքանը, տեսնենք վաղը, որ եկեղեցում կհանդիպենք։